Ողջույն, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանի գլխավորությամբ ինձ վստահելու եւ չափազանց կարևոր եւ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ Ֆինանսավարքային եւ բյուջետային հանձնաժողովը այն եզակի հանձնաժողովներից մեկն է, որտեղ առանց այսպես անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ քաղաքական հակասություններից ունեմ վստահություն, որ լինելու է կոնսենսուսային մթնոլորտ։ Ինչով է պայմանավորված իմ վստահությունը, մեկ պարզ պատճառով։ Կա մեկ կարմիր գիծ, որը կարծում եմ բոլորի համար է այդ կարմիր գիծը եւ այդ կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած գումարները եւ պետական բյուջեն որևէ մեկի սեփականությունը չէ բնականաբար, այդ թվում նաեւ կառավարության սեփականությունը չէ եւ կարծում եմ, որ պետական բյուջեի կառավարման արդյունավետությանն ուղղված ցանկացած քայլ, ցանկացած օրինագիծ պետք է պատասխանատվության բարձր մակարդակով ընկալվի յուրաքանչյուր падգամավորի կողմից։ Այսինքն ունեմ ներքին համոզմունք, որ մենք աշխատելու ենք կոնսենսուսային մթնոլորտում։ Հարգելի գործընկերներ, ես անցել եմ գիտական եւ աշխատանքային երկար ճանապարհ, պատրաստ եմ իմ ողջ գիտելիքները եւ ներուժը ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ ունեմ ներքին համոզմունք, որ մենք ունենալու ենք իմ ընտրվելու պարագայում գերարդյունավետ աշխատող հանձնաժողով իդեմս ֆինանսավարքային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի։ Իդեպ ես նոր քաղաքական մշակույթի կողմնակից եմ, խոսքը վերաբերում է հետեւյալին. բոլոր այն օրինագծերը, որոնք կբխեն մեր երկրի շահերից, որոնք մեր քաղաքացիների բարեկեցությանը կնպաստեն, պետք է այդ օրինագծերը ողջունելի լինեն, անկախ նրանից, որ կողմն է ընդդիմությունը, թե իշխանությունն այդ օրինագծերի հեղինակը։ Եվ ես ուղղակի կոչ առաջարկ հորդորով հանդես կգամ մեր օպոնենտ գործընկերներին, իրենք էլ թող ողջունեն բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կներկայացնի ընդդիմությունը։ Սա կդառնա նորմալ պրակտիկա, կարծում եմ, որից կշահեն բացառապես մեր հայրենակիցները եւ մեր հայրենիքը։ Խոսքը վերաբերում է, կրկնում եմ, հատկապես կարևորվում է այս ոլորտին առնչվող օրինագծերը, պետական բյուջեին առնչվող օրինագծերը, արդար եւ թափանցիկ հարկային համակարգի բարելավմանը։ Հարգելի հայրենակիցներ, պետական բյուջեի հետ կապված մի շատ կարևոր ընդգծում եմ ուզում անել։ Բյուջեի յուրաքանչյուր թվի հետևում, միլիոնի, միլիարդի հետևում կա հստակ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Հայաստանի Հանրապետության հարկատուն է առաջին հերթին։ Այդ թվերի հետևում կա քրտինք, կա աշխատանքի արդյունք, եւ մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի վերահսկողություն խորհրդարանական, որ կարողանանք կառավարել բյուջեի ծախսերը արդյունավետ ձևով։ Այսինքն մեր խորհրդարանական վերահսկողությունը պետք է միտված լինի պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարմանը։ Սա խիստ կարևորում է։ Որպես այս հանձնաժողովի նախագահի թեկնածու ինձ խիստ անհանգստացնում է պետական պարտքի անշեղորեն աճը մեր երկրում, որը վերջին տարիներին ավելացել է շուրջ 8 միլիարդ դոլարով, մոտավորապես 1 միլիարդ 800 միլիոն դոլարով ավելացել է արտաքին պարտքը եւ մնացածը բաժին ընկնում պետական ներքին պարտքին։ Ինչով է սա անհանգստացնող, կարծում եմ մենք նաեւ խորհրդարանական վերահսկողության ընթացքում պետք է կարողանանք 24/7 ռեժիմով պատասխանել 3 հիմնական հարցերի։ Ինչու ենք վերցնում պարտքը, որ ուղղությամբ ենք այդ պարտքը ծախսելու եւ ինչ է շահելու դրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մեր գործընկերներից մասնագետները շատերը հնչեցնում են հետեւյալ միտքը, որ համախառն ներքին արդյունք պետական պարտք հարաբերակցությունը միջազգայինորեն ընդունելի մակարդակի վրա է գտնվում եւ որևէ խնդիր գոյություն չունի այդ առումով։ Համեմատվում են նաեւ զարգացած երկրների հետ, համեմատելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ճապոնիայի հետ, Սինգապուրի հետ, բայց ցավոք մեր գործընկերները մոռանում են մի պարզ ճշմարտություն, ավելի շուտ չեն խոսում մի պարզ ճշմարտության մասին, թե ինչպիսի կառուցվածք ունեն այդ երկրների տնտեսությունները
ինչպիսի կառուցվածք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ինչպիսի արտահանման կառուցվածք ունեն այդ զարգացած երկրների տնտեսությունները։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքը շուրջ 40 տրիլիոն դոլարի է հասնում եւ գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանա իրեն թույլ տալ ունենալ 100-200% պետական պարտք հնա հարաբերակցություն։ Դա մեր հետ կապ չունի ընդհանրապես, սիրելի հայրենակիցներ, եւ համեմատության համար մի կենցաղային օրինակ բերեմ, որպեսզի նաեւ մեզ հետեւող հեռուստադիտողները կարողանան ընկալել ինչի մասին է խոսքը։ Պատկերացրեք երկու գործարար, որոնք ունեն հավասարաչափ պարտք եւ սպասարկում են իրենց պարտքը։ Բայց մեկն ունի դիվերսիֆիկացված մի քանի բիզնեսներ, արտադրություն, ծառայությունների ոլորտի ինչ-որ բիզնես եւ այլն, իսկ մյուսն ունի ինչ-որ մի լոկալ բիզնես առանց դիվերսիֆիկացման, որը ունի, ասենք, սեզոնային բնույթ։ Օրինակ եմ բերում։ Բնականաբար այդ պարտքի կայուն կառավարելիությունը ավելի շատ ուրեմն իօգուտ այն դիվերսիֆիկացված բիզնեսմենի, որ ունի տարբեր ոլորտի տարբեր բիզնեսներ։ Մոտավորապես մեր տնտեսությունը նման է սրան։ Օրինակ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված ամենաշատ ծառայություններ արտանող երկիրն է, դոլար տպող երկիրն է։ Ինչպես մենք կարող ենք համեմատվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ասել, որ պետական պարտք համախառն ներքին արդյունքը ուրեմն 100% է, մենք կարող ենք մեզ նույնը թույլ տալ։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին, շատ-շատերը հնչեցնում են մեր գործընկերները, որ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է, պետական բյուջեն կրկնապատկվել է, շատ ճիշտ է, համաձայն ենք։ Բայց սրա տակ նաև պետք է բացասական կողմերին անդրադառնանք։ Որքան է թանկացել պետական պարտքի սպասարկումը։ Վերջին տարիներին միայն տոկոսների սպասարկման ուղղված ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 10%-ից ավելին։ Սա անհանգստացնող երևույթ է, հարգելի գործընկերներ, եւ մենք սա խիստ ուշադրություն պետք է դարձնենք, եւ ինչպես ես սկզբում նշեցի, անդադար ռեժիմով, որպես հանձնաժողով, ես կարծում եմ, որ մենք պետք է այդ 3 հիմնական հարցերի պատասխանը ստանանք։ Պարտքը ինքնին, պետական պարտքը ոչ լավ է, ոչ վատ։ Վատ է դառնում այն պարագայում, երբ այն չի ուղղվում այնպիսի, այսինքն պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերը չեն ուղղվում այնպիսի կապիտալ ծախսերի, որը կապովի տնտեսական աճ բավարար չափով։ Եվ սա որպես հիմնական խնդիր, խնդրում եմ չանտեսել, սա շատ կարևոր է եւ իմ գործունեության ընթացքում, եթե ես ընտրվեմ, սա լինելու է մեր խիստ վերահսկողության ներքո։ Հարգելի հայրենակիցներ, հաջորդ կարևորագույն սկզբունքը, որը կառանձնացնեի, քանի որ նաև այս հանձնաժողովի տիրույթում են գտնվում այդ համապատասխան բանկային օրենսդրության մասին է խոսքը, ուրեմն տեսեք ինչ շղթա ունենք տարօրինակ։ Մենք ունենք պետական պարտքի մի մաս, որը արտահայտվում է պետական պարտատոմսերի միջոցով։ Առևտրային բանկերը կարծում են բավարար չափով չեն նպաստում տնտեսական աճին։ Եվ այդ փակ շղթան հետևյալ իմաստովի նկատի ունեմ, իրենց ներգրաված միջոցները ներդնում են հիմնականում պետական պարտատոմսերում եւ ստանում ոչ ռիսկային եկամուտ։ Եվ բնականաբար շահագրգռվածություն չունեն միջոցները այլ ուղղությամբ ուղղելու։ Եվ օրինակ կարող եմ բերել, երբ ես ուսանող էի 1999 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, իմ ուսանող տարիներին շատ լավ հիշում եմ, որ պետական ներքին պարտքը, պետական պարտատոմսերի տոկոսադրույքը եկամտաբերության հասնում էր շուրջ 70%-ի։ Եվ բանկերը շահույթ էին ստանում պետության հաշվին, այսինքն ստացվում էր պետությունը ֆինանսավորում է առևտրային բանկերին։ Եվ ուղիղ վարչարական միջոցներով Վազգեն Սարգսյանին հաջողվեց այդ խնդիրը կարգավորել։ Կարծում եմ սա ուղղակի խնդիր է, որին պետք է մենք անպայման ուշադրություն դարձնենք։ Հարգելի հայրենակիցներ, հաջորդ կարևորագույն սկզբունքները հետևյալն են։ Մենք պետք է այնպես անենք, որ ունենանք արդար եւ կանխատեսելի հարկային համակարգ առաջին հերթին։ Ինչի նկատի ունեմ, վերջին տարիներին տեսեք, անդադար փոփոխվում են հարկային օրենսդրության հետ կապված տարբեր դրույթներ։ Եվ սա չի ապահովում գործարարների գործունեության կանխատեսելիություն։ Կան առանձին մասնավոր դեպքեր, հիմա չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել, երբ մարդը պլանավորում է բիզնես գործունեություն եւ հանկարծ իր գործունեության որոշակի этаպում փոխվում է ինչ-որ մի բան, ինչ-որ մի դրույթ, որը խաթարում է իր բնականon գործունեությունը։ Ես ուղղակի հիմա հարցեր կհնչեցնեմ, դրանց լուծումները հետո կքննարկենք, եթե ես ընտրվեմ,
Հաջորդ կարևորագույն խնդիրներից մեկը օրինակ կառանձնացնեի դիվիդենդների, շահաբաժինների հարկումը, շահութահարկի հետ կապված այդ կանխավճարների մեխանիզմը կարելի է վերանայել, ինչու՞ չէ, դա մասնագիտական քննարկման թեմա է։ Ինչ վերաբերում է մաքսային վարչարությանը, մաքսային վարչարության տեսանկյունից մի քիչ խնդիրներն այլ են։ Եթե հարկային ոլորտում քաղաքականությանն են վերաբերում խնդիրները, մաքսային ոլորտում ավելի շատ վարչարական խնդիրներ կան։ Եվ այս վարչարական խնդիրները անուղղակի կերպով են վնասում տնտեսվարողներին, որը հետագայում անուղղակի կերպով վնասում է պետական բյուջեի մուտքերին։ Հիմա մանրամասների մեջ չեմ ցանկանում խորանալ, օրինակները բազմաթիվ են, եւ իդեպ 2018 թվականին Հայաստանի վարչապետը առաջի կարևորագույն խնդիրներից մեկը, որ առանձնացրել է, մաքսային համակարգում ընթացակարգերի արագության մասին է խոսել։ Հիմա մենք ունենք իրավիճակ, եւ նաեւ միտք է հնչեցվել, ես չեմ ուզում ներողություն եմ խնդրում բառի համար, մեր ժողովուրդը չպետք է լինի տուգանքի մատերիալ, ցավոք սրտի մենք ունենք մի իրավիճակ, երբ դա այդպես է, մաքսային համակարգի մասին է խոսքը։ Իհարկե համակարգը կատարելագործվել է, ես նաեւ չեմ կարող թերագնահատել, իդեպ լավին լավ, վատին վատ սկզբունքով, երբ հարցերը հնչեն, ես ավելի մանրամասն կանդրադառնամ, այդ ու նաեւ ինձ ուղղված հարցերին, եւ նաեւ ցանկանում եմ առանձնացնել պետական սուբսիդիաները, փոխհատուցումները, այսպես ասեմ։ Վերջին 1 տարվա ընթացքում, ուրեմն այն գործարարները, որոնք իրենց ապրանքները արտահանել են Եվրամիության երկրներ, պետական բյուջեի միջոցների հաշվին տրվել է փոխհատուցում, մաքսատուրքերի փոխհատուցում այդ տնտեսվարող սուբյեկտներին։ Կարծում եմ սա ինչ որտեղ ունի անարդար էլեմենտներ, որովհետև ստացվում է, որ հարկատուների մի մասի հաշվին ֆինանսավորվել են մեկ այլ մասը։ Ինչևէ, այստեղ խնդիրը պետք է գնահատենք հետևյալ կերպ, որքանով է դա նպաստել արտահանման կառուցվածքի փոփոխությանը։ Կարծում եմ առայժմ բավարար չափով չի նպաստել։ Եվ նաև քննարկման առարկա են պետական սուբսիդիաները, որոնք տրվում են բանկային տոկոսների կրճատմանը, բանկերի միջոցով գյուղատնտեսական վարկերի մասին է խոսքը, սա էլ է քննարկման առարկա եւ վերջապես ամփոփելով խոսքս ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին 2022 թվականից սկսած Հայաստանի տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը գերազանցապես պայմանավորված է եղել վերարտահանումների գործարքներով եւ ցավոք սրտի կառավարության ջանքերը այնքան էլ շոշափելի եւ նկատելի չեն եւ այս աճը կարելի է անվանել ինքնաբերաբար աճ։ Այո, մենք ունենք համախառն ներքին արդյունքի կրկնապատիկ աճ, բայց սրան զուգահեռ պետական պարտքն է ավելացել 8 միլիարդ դոլարով, ինչպես ես արդեն նշեցի, պետական պարտքի սպասարկման տոկոսներն են ավելացել եւ եթե մենք չկարողանանք փոխել տնտեսության կառուցվածքը, ապա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ունենալու ենք պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր։ Սա մեր համար պետք է ազդակ հանդիսանա, որ այս ահագնացող տեմպերով աճող պետական պարտքի ֆոնին, ինչպես մենք էինք մեր նախընտրական ծրագրերի մեջ առաջարկում փոխել տնտեսության կառուցվածք եւ արդյունաբերականացնել, առանց դրա մենք չենք կարող ունենալ, կրկնում եմ, պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Սրանք այն հարցերի մի մասն են, որոնք ես առանձնացրել էի։ Իհարկե, եթե հետագայում ստացվի այնպես, որ ես ղեկավարեմ այդ հանձնաժողովը, ապա ավելի մանրամասն մասնագիտական քննարկումներ կունենանք։ Սա իմ տեսլականն է։ Այն կարևոր հարցերն են, որ ես առանձնացրեցի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք գրանցվել Հայկ Ֆարմանյանին հարցեր ուղղելու համար։ Գրանցում։